Եվ այսպես սիրելի ժողովուրդ, սա իրականում ինձ համար բավական անսովոր ձևաչափ է, այն պարզ պատճառով, որ աշխատելով լրատվամիջոցում, ղեկավարելով լրատվամիջոց Facebook-յան անձնական լայվերով եթեր գնալը մի տեսակ սովոր չեմ եղել, ու քանի որ մենք այսօր հայտնվել ենք այն իրավիճակում, ինչում հայտնվել ենք, դրա համար նաև որոշեցի օգտվել այս ձևաչափից։ Ինչ է տեղի ունեցել, այս ձևաչափը ընտրեցի այն պատճառով, ոնց որ մեր սիրելի ընկեր փաստաբան Ռուբեն Մելիքյանն է ասում, ավտոլայվի ձևաչափը։ Ընտրեցի այն պարզ պատճառով, որ բազմաթիվ տասնյակ հարյուրավոր մարդիկ, ընկերներ, գործընկերներ զանգում են ու հարցնում են, թե ինչ է տեղի ունեցել 24-ի YouTube-յան ալիքի հետ, մեր 8 տարվա քրտնաջան աշխատանքը, մեր հեռուստադիտողի հետ միասին հավաքված մեր աշխատանքը ինչու մի վայրկյանում անհետացավ, ուզում եմ պատմել եղելությունը, երեք ես և պրոֆեսոր Ռուբեն Մելիքյանը իրար հետ մեր հերթական պոդքասթն ենք ձայնագրում, երբ որ ինձ հաղորդման ընթացքում մեյլ եկավ, որ 24 News-ը խախտել է YouTube-ի այսպես կանոնները համակեցության, որի պատճառով ալիքը ընդհանրապես միանգամից ջնջվում է, Ես դադարեցրի պոդքասթի ձայնագրությունը, որովհետև սովորական վիճակ չէր, այսինքն այնպես չի, որ ասեի լավ, դե հետո կնայենք, ու դրանից հետո սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է կատարվել, իրականում մասնագետները կհասկանան ինձ, որ YouTube ինքը շատ խիստ կանոններ ունի և այդ խիստ կանոններով հետևյալն է, այսինքն առնվազն դու պետք է ստանաս 3 strike միաժամանակ, 3 զգուշացում միաժամանակ, ինչ որ գործողություն կատարելու համար, որից հետո քո ալիքը դառնում է անհասանելի, ջնջվում է։ 24-ը իր 300 գրեթե 30,000 Telegram YouTube-յան հետևորդներով որևիցե strike չուներ, որևիցե խնդիր չուներ, ընդհակառակը ամսական ապահովում էր մոտ 9-ից 12, 13, 14 միլիոն դիտողունակություն ու հենց այդպես միանգամից անջատելը բնականաբար շատ տարօրինակ էր, այսինքն դուք այսօր եթե մտնեք YouTube-ով 24 News կարողանաք տեսնել, բայց մեր հասանելիությունը 24 News-ին գրեթե կորել է կամ մի հնարավորություն, որը այս պահին բանակցությունների փուլում է, բայց վստահ չեմ, որ այդ բանակցությունների փուլով մենք ունենանք դրական արդյունք։ Իրավիճակը հետևյալն է, անկեղծ ասած, մեզ գործընկերները, անվտանգության տեղեկատվական անվտանգության մասնագետները, ես կարծում եմ բազմաթիվ այլ լրատվամիջոցների նույնպես, բայց մասնավորապես ինձ, որպես 24-ի ղեկավար, զգուշացնում էին, որ ընտրական շրջանում ամենայն հավանականությամբ իշխանությունները փորձելու են իրականացնել այսպես կոչված մոլդովական սցենարի լրատվամիջոցյան հատվածը, ինչա դա ենթադրում, դա ենթադրում է առաջատար լրատվամիջոցների հասանելիության, տեղեկատվական հասանելիության, սեփական հեռուստադիտողի հետ շփվելու հասանելիությունը հնարավորինս սահմանափակել, ու այդ հնարավորինս սահմանափակումը լինում է YouTube անջատելով, Facebook-ի Meta-ի էջերը անջատելով, այսինքն այնտեղ, որտեղ որ իրենք ունեն հնարավորություն։ Ես անկեղծ ասած այդ ամեն ինչին վերաբերվում է եւ լուրջ եւ անլուրջ, ինչ տրամաբանությամբ, լուրջ վերաբերվում է, որտեղ այս իշխանությունից ամեն ինչ սпасելի է, բացառապես ամեն ինչ չկա, այդպես բան իրանք ընդունակ չեն անելու։ Անլուրջ են տրամաբանության մեջ, որ այնուամենայնիվ մենք դասական մեդիա ենք, այսպես բանով չենք չզբաղվում, ինչ որ, չգիտեմ, ապատեղեկատվություններով, վիրավորանքներով եւ այլ բաներով չենք զբաղվում, մաքսիմալ կոռեկտության սահմաններում են գտնվում, ու դժվար թե մեր պարագայում այդպիսի խնդիր առաջանար, բայց արի ուտես, որ մի քանի այլ YouTube-յան ալիքներ ջնջելուց հետո հերթը հասավ մեզ։ Ես վստահ եմ, որ սա իրականացվել է Երևանից պատվերով, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը դեռ շարունակվելու է, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կապ ունի ընտրությունների հետ, ես վստահ եմ, որ այն անոնսավորված հիբրիդային հարձակում կոչեցյալը կամ պատերազմ կոչեցյալը, որի մասին խոսում էին մեր իշխանությունները, դա հատուկ անոնսվել էր, որպեսզի դրանով հետագայում ում ուզեն եւ ինչ ուզեն անեն։
այդ թվում նաև լրատվամիջոցների մասին է խոսքը։ Մենք այժմ ունենք այն ինչ որ ունենք, մեր YouTube-ի ալիքը շարունակում է մնալ մեզ համար անհասանելի վիճակում։ Մենք այս առումով շատ գնահատում ենք մեր բոլոր գործընկերների քաջալերական խոսքերը, գործերը, որոնք կոչերը, խոսքերը, որոնք որ դրվում են համացանցում, շատ շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, թե լրատվամիջոցներին, թե քաղաքական հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, որոնք որ հանդես եկան հայտարարություններով, այդ հայտարարությունները աջակցության խոսքերը մենք ուղարկել ենք Google-ին, ուղարկել ենք YouTube-ին, որպեսզի իրենք էլ տեսնեն, որ գործ ունեն լրատվամիջոցի հետ եւ այս ընտրական գործընթացում ուղղակի մենք դարձել ենք հայկական իշխանությունների խարդախության զոհը, այն իշխանությունները, որոնք ասում էին, թե Հայաստանում ազատ խոսք, ժողովրդավարական բաստիոն, այդ ամեն ինչը այն գլխից հեքիաթ էր, հիմա եւս մեկ անգամ արդեն մեր մաշկի վրա մենք վստահ ենք ու գիտենք, որ հեքիաթ էր, 24-ի YouTube-ի ալիքը վստահ եմ, որ փակվել չի ավարտվելու, դրան շարունակվելու է այլ լրատվամիջոցներով, շարունակվելու է բռնաճնշումների այլ ձևերով եւ այլ մեթոդներով, սա այս իշխանությունների համար կենաց մահու պատերազմ է, ոչ թե ընտրություններ, ուստի ցանկացած հանրային խոսք, որը որ դուրս է իրենց պատկերացումներից եւ պատկերացրածից, իրենց համար շատ մեծ սպառնալիք է ներկայացնում։ Լինելու է, շարունակվելու այլ ավելի այլանդակ դրսևորումներ ենք մենք ունենալու, ես գրեթե վստահ եմ։ Բնականաբար այս ամեն ինչը տեղի ունենում նաև աշխարհակահաղական կոնկրետ աջակցությամբ։ Հիմա ինձ շատերը հարցնում են այս հայտնի ցուցակն է, Սպիսակ Շինդլերը, այսպես կոչված Դանիել Յոնիսյանի, որ ինքը տենց ուղարկել էր Google եւ Meta, թե չգիտեմ Հայաստանից ուղիղ ուղարկված է թե ինչ է, չեմ կարող ասել, այդ ամեն ինչի հետ Հայաստանում յոր քաղաքական փոփոխություններ տեղի ունենան, երևի թե հայտնի կդառնա, այս բան դժվարում եմ ասել ում ինչ ոնց են ուղարկել, ինչ տրամաբանությամբ են ուղարկել, բայց այն հանգամանքը, որ 8 տարվա լրատվամիջոցի YouTube-յան ալիքը մի վարքանում այսպես Ռուբիլնիկով անջատեցին, դա փաստ է։ Մենք շարունակելու ենք, 24-ը շարունակելու է բնականաբար իր աշխատանքը, այս ամեն ինչը իմ մոտ անգամ սպորտային հետաքրքրություն է առաջացնում, թե կամ սպորտային հետաքրքրություն չասեմ, այլ սպորտային կատաղություն է առաջացնում, դե որ կտեսնենք, այսինքն էլ կտենանք, կարողանալու եք լրացնել մեզ, թե չէ։ Մենք շարունակում ենք այլ հասանելի այս բանի մեզ համար համացանցային գործիքներով օգտվել, 24-ի կայքով, Facebook-ով, Telegram-ով, TikTok-ով, հիմա այլ գործիքներ ենք մշակում, որոնք որ փորձելու ենք մտցնել, ներառել այս process-ի մեջ, խստորեն դատապարտելի է տեղի ունեցածը, ուղղակի զզվելի երևույթ է, ես շատ մեծ հույս ունեմ, որ այս դատապարտումների խոսքերը կշարունակվեն ու մենք կարողանանք վերջապես ինչ-որ շրջան հետո վերականգնել հասանելիությունը մեր YouTube-յան էջին, մեր մյուս գործընկերներն էլ ուղղակի հաջողություն են մաղթում, որ հույս ունեմ, որ իրենք այս ամեն ինչին չեն առնչվի, չնայած մեծ կասկածներ կա, որ իրականում բոլորն են առնչվել, ովքեր քիչ թե շատ լրատվական դաշտում ազդեցություն ունեն, իսկ եւ ունեն նաև տեսակետ ու կարծիք փոխանցելու հնարավորություն, որոնք պաշտոնական KPSS-ի ներողություն ԿՊ-ի կարծիքին այդքան էլ չի համընկնում։ Մոտավորապես սրա համար էի ուզում ուղիղ եթեր մտնել ու այսքանը պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, process-ները շարունակվում են, հələ կարող վաղնա Facebook-ը անջատեն օրինակ, չնայած չտամ այդ գաղափարը, բայց դա այնուամենայնիվ կարող վաղնել Facebook-ը անջատեն, բայց դե նորից թվային աշխարհում այս ամեն ինչը վնաս է, բայց կործանարար չի, այն ինչ որ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղացնում է։ Մենք շարունակելու ենք 24-ի աշխատանքը, ինչքան որ կարողացել ենք ժամանակին եւ ինչքան որ կարողանալու ենք հետագայում առանց որևիցե դադարի թող հույս չունենան, թե այս ամեն ինչով մեզ այսպես շարքից հանելու են
Ռուսները ասում են «не дождётесь», սա ռուսերեն բառ ընդամենը ոչ թե հիբրիդային պատերազմի, մոնետիկի եւ մնացած այլ բաների կոչ, հատուկ խելագարության կանխարգելածով տառապող մարդկանց համար։ Էսա, այսօր ժամը երեկոյան 8:30, 9:30, 10:15 Facebook-ով ուղիղ եթերով կարող եք դիտել մեր հաղորդումները։ Էմինե Միքայելյանի մոտ այսօր երկու հյուր կա քաղաքագետ մեկնաբան Հակոբ Բադալյանը եւ պատիվունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինձ մոտ 10:15 սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է իմ հյուրը լինելու, բավական հետաքրքիր զրույց է ստացվել, երկար զրույց է ստացվել ձայների փոշիացումների ընտրական process-ի մասին, մի խոսքով, այսինքն մենք չենք կորել, մեր հեռուստադիտողները, ովքեր որ մեզ ման են գալիս փնտրում են, կարող են ընդհանրապես տեղափոխվել Facebook եւ Facebook-ով նայել երեկոյան կրկին 8-ին, 9:30 եւ 10:15 սպասվող մեր հաղորդումները, մնացածն էլ այսպես օպերատիվ կարգով կշարունակենք կապի մեջ լինել, ձեզ բոլորիդ եւ մեզ բոլորիս հաջողություն ենք մաղթում։